Բերես սուր շանքերը, շորես կրկերունքերը, սոսատետը դուս բերես, կրիշնարավ ու կրես։ Ոչիշ երկատուն, շունի այնքան տակուսուն, մի մուկ մի սուկ որ ուտի, իսկույն ոտքի կկանգնի։ Փոքրիկ Նարեն 5 տարեկան է, նա սոցիալական դժվարին պայմաններում գտնվող մեծ ընտանիքում է ապրում, որտեղ աշխատողն ու տան հոգսերը փոքրի շատ է թեթևացնողը տան մեծն է նրա տատիկը։ Նարեն Տիկինցիալայի ամենափոքր թոռնիկն է, այստեղ են ապրում նաև նրա մյուս թոռները։ Տղան աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն գումար հազվադեպ է ուղարկում։ Տիկինցիալայի հարսը տարիներ առաջ հեռացել է, 2 երեխային թողնելով հոր ու տատի խնամքի տակ։ Երեխաների խնամակալությունը հանձն է առել նրանց հորաքույրը ու արդեն 5 տարուց ավելի է Աշխեն Շալաղոյանն իր 2 երեխաներից բացի խնամում ու հոգետանում նաև եղբոր դպրոցահասակ երեխաների մասին։ Աշխատում եմ հաղթահար եմ այս դժվար պատմությունը, բայց ամենայն դեպս ես ուզում եմ, որ երեխեքը իրանց ուզածին հասնեն։ Հիմի ուզում են իրանց պապան գա, իրանց տանի Ռուսաստան, ինչ որ, չգիտեմ, ամենայն դեպս ուզում եմ իրանց համար լավն էլի, իրանք միշտ լավ ապահոված եղնեն, դե կարող է մայրական ծնողից կտրվի, բայց ինձ մայր շատ դժվար է, ինչ որ դեպքում ամենայն դեպս ուզում եմ իրաց ծնողների մոտելեն։ Աշխենի ամուսինը նույնպես արտագնա աշխատանքի է մեկնել, սակայն 2 տարուց ավելի է գումար չի ուղարկել։ 4 անչափահաս երեխաների համար Աշխենը 39,000 դրամ սոցիալական նպաստ է ստանում, մոր Տիկինցիալայի ստացածն էլ նվազագույն աշխատավարձ է։ Ասում են, որ ստացած նպաստով ու աշխատավարձով հազիվ կարողանում են կոմունալ վճարումներ կատարել եւ լուծել երեխաների ուտելիքի հարցը։ Աշխենն ու եղբոր տղան Գարիկը բարեգործական ճաշարան են հաճախում, այնտեղից բերում են իրենց հասանելիքը եւ տանը բոլորով ուտում։ Երեխաներին հագուստ տալիս են մեծամասամբ հարևանները։ Մի կերպ իմանում, այսքանի ամիս է ես չեմ կարողանում պարտքս տամ, բայց դե համար ես շատ եմ խղճանում, չգիտեմ, ընկճվում եմ։ Ամենայն դեպս ես բոլորից շնորհակալ եմ, որ իրանք ինձ օգնում են այդ իմ նեղ պահերին, որ իրանք ինձ նիսյա ապրանք են տալիս, որ ես շատ դեռնետուր չընկնեմ։ Թե չէ ես չեմ պատկերացնում կամ դպրոցում կամ մանկապարտեզում բաներ կա, որ իրանք ինձ չեն ասում, ես եմ ուղղակի ընկճվում, չեմ ուզում երեխեքը ինչ-որ բանից հետ ընկնեն իրանց ուրախությունից, իրանց հաճույքից։ Գալիս են ասում հոգոր դպրոցում հանդես գա, հոգոր լավ բաներ են կազմակերպում, ուզում ենք մենք էլ մասնակցենք, ես չեմ կարող, ուղղակի ամանչում եմ, ում դիմեմ, ինչ ասեմ։ Տիկինցիալան ասում է, որ դժվարին այս պայմաններում էլ իր միակ ուրախությունն իր 4 թոռներն են։ Նա հպարտությամբ է պատմում, որ շարադրության մեջ տղայի որդին Գարիկը գրել է, որ իր սրտի մի անկյունում միշտ իր տատիկն է։ Ամանորին էլ Գարիկն ու մյուսները ձմեռ պապի փոխարեն տատին ու հորաքրոջն են նամակ գրել։ Հոգորին էլ գրել էր, հոգոր ջան, կներես, որ քեզ շատ ենք ջղայնացնում, շատ ենք սիրում քեզ, հոգոր ջան, ուզում եմ, որ քեզ ասեմ մամա ջան։ Այդ բառը որ կարդաց ենքան հուզվեց, ասում եմ, հլա տես երեխան իրա մերն ու իրա հերը ունենա, ու հոգորին իրա սրտի խորքում ասի, որ իմ հոգորին ուզում եմ մամա ասեմ։ 12-ամյա Գարիկն էլ ուզում է շինարար դառնալ, հիմա միայն նկարում է, ասում է, որ հրաշքների չի հավատում, ձմեռ պապի գոյությանը նույնպես, որովհետև փոքր ժամանակ տեսել է, թե ինչպես են ծնողները տոնածառի տակ դնում իր համար պատրաստած նվերը։ Մի անգամ էլ հեքիաթների գիրք է խնդրել ձմեռ պապից, որը սակայն չի ստացել։ Տաթևիկ Ճուղուրյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։